Հայաստանում ըստ արձանագրված վիճակագրական տվյալների այսօր կա 3000-ից ավելի թափուր աշխատատեղ, սակայն դրան զուգահեռ տասնյակ հազարավոր մարդիկ էլ շարունակում են աշխատանքի փնտրտուքը, ինչով է պայմանավորված աշխատաշուկայում առաջացած հակասական այս իրավիճակը։ Միասնական սոցիալական ծառայության տվյալներով այս պահին առկա է 3136 թափուր աշխատատեղ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով պահանջարկը հատկապես բարձր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ անհրաժեշտ են համապատասխան կրթություն ու մասնագիտական հմտություններ ունեցող կադրեր։ Սակայն կան նաև բարձր որակավորում չպահանջող տասնյակ և հարյուրավոր հաստիքներ։ Խոսքը վերաբերում է արտադրություններին, գործարաններին, ինչպես նաև երևանամերձ տարածքներում գործող ձեռնարկություններին, որոնց այդպես էլ չի հաջողվում գտնել համապատասխան աշխատողներ։ Աշխատանք կա, չլրացվող հաստիքների պատճառը միայն աշխատավարձը չէ։ Հաճախ խնդիրը աշխատանքի առանձնահատկությունների, հեռավորության կամ հմտությունների պակասի մեջ է։ Օրինակ, մենք չունենք այնպիսի մասնագիտություններով մասնագետներ, ինչպիսիք են օրինակ կռունկաբար, հանքափոր, հաստոցի մոտ աշխատող, խառատ, սոդող, էլեկտրիկ, սրանք մասնագիտություններ են, որոնք մոդայիկ չեն, եւ փաստորեն դրանց մասով մենք ունենք թափուր աշխատատեղեր են իմաստով, որ մասնագետ էլ չունենք դրա վերաբերյալ։ Նշանակում է, որ միջին մասնագիտական հաստատություններում մենք ունենք մասնագիտություններ, որոնք փաստորեն պետք են, բայց չկան։ Մինչդեռ 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում ավելի քան 53000 աշխատանք փնտրող է հաշվառվել։ Ստացվում է, առաջարկն ու պահանջարկը միմյանց չեն համապատասխանում։ Խնդիրը շատ ավելի խորքային է։ Նորաբարտ երիտասարդը կարող է սկսել նվազագույնից ոչ պակաս աշխատավարձով, դիտարկելով դա որպես ներդրում սեփական հմտությունների զարգացման մեջ։ Միաժամանակ գործատուները պետք է ապահովեն արժանապատիվ եւ արդար աշխատանքային պայմաններ։ Նախկինում շատ ավելի մոդայիկ էր ունենալ պարզապես դիպլոմ, չգիտեմ, իրավաբանի, ֆինանսիստի, տնտեսագետի եւ լինել գործազուրկ փաստորեն։ Հիմա մի քիչ ավելի այլ է, հատկապես այն բոլոր տեղերում, որտեղ կարիերայի կենտրոնները կամ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները կարողանում են կողմնորոշել ապագա ուսանողին, նրա ծնողներին, ոչ միայն ուսանողներին, որովհետեւ շատ դեպքերում նաեւ ծնողների հետ պետք է աշխատանք տարվի, որպեսզի երեխան պահանջարկված աշխատանք ունենա։ Այսպիսով Հայաստանի աշխատաշուկայում խնդիրը ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է, այլ հմտությունների, սպասումների ու առաջարկների անհամապատասխանությունը։ Պետությունն ու գործատուները խոստանում են շարունակել ծրագրերը, առաջարկն ու պահանջարկը միմյանց մոտեցնելու համար։ Ձեռնարկվելիք այդ քայլերը կնվազեցնեն գործազրկությունը եւ կլուծեն արդյոք տարիների թափուր մնացող հաստիքների խնդիրը։ Հարցը մնում է բաց։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։